Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի կունենա ԱՖԼ-ի Winter Cup-ի 5-րդ տուրի Wolfsburg Tottenham հանդիպումը, ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը կլսվի մրցավար Արսեն Պետրոսյանի մեկնարկային սուլիչը, ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը հանդիպմանը մոտեցել են մարտական տրամադրվածությամբ մրցաշարային աղյուսակում այս թիմերը հարևաններ են, ընդգրկված են Winter Cup-ի B խմբում, Wolfsburg-ը 12-րդ տեղում է վաստակած 4 միավորով, Tottenham-ը իր ակտիվում ունի 3 միավոր և 13-րդ հորիզոնականում է և այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն և էլ ավելի բարելավեն իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, մեկնարկին անհամբերությամբ սպասում են մեկնարկային սուլիչին։ Tottenham Wolfsburg խաղը մեկնարկում է, այս պահին բարեկամներ եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Tottenham-ից համար 1 Կարեն Նիկողոսյան, համար 5 Տիգրան Հակոբյան, համար 6 Ալեքսանդր Սարգսյան, համար 7 Արտուր Թադևոսյան, համար 14 Սեմյոն Մուրադյան, համար 15 Հովանես Խուրշուջյան, համար 22 Նարեկ Գրիգորյան և համար 66 Հենրիխ Սողոմոնյան։ Եվ այսպես Wolfsburg, համար 1 Հարություն Մխիթարյան, համար 3 Միքայել Խաշմանյան, համար 4 Էրիկ Կոթանջյան, ներողություն, համար 5 Ավիկ Բարսեղյան, համար 7 Արման Հայրապետյան, համար 8 Դավիթ Գրիգորյան, համար 9 Ֆելիքս Խաչատրյան, համար 11 Արտուր Բարսեղյան և համար 22 Արա Գասպարյան։ Հիմա Tottenham-ն է գնդակով։ Այո, կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ, քանի որ այդքան էլ լավ դիրք չեն զբաղեցնում մրցաշարային աղյուսակում և այսօր կանեն ամեն ինչ, որպեսզի կարողանան մի փոքր մրցաշարային աղյուսակում առաջ շարժվել և փորձեն պայքարել մրցանակային տեղի համար։ Սեմյոն Մուրադյանն է գնդակով, փոխանցում առաջ հրաշալի, փոխանցում էր և Tottenham-ը վաստակում է անկյունային հարվածի իրավունք, առաջին անկյունային է այսօրվա խաղում։ Տեսնեք ինչպես կիրացնեն անկյունայինը։ Փոխանցում, հեռացնում է դարպասապահը և հիմա Wolfsburg-ը կփորձի շարժվել առաջ, ձեռնարկելով իր հերթական գրահը։ Կենտրոնով շարժում է առաջ Wolfsburg-ի ֆուտբոլիստը Ֆելիքս Խաչատրյան, փոխանցում Աչեզար։ Հրաշալի փոխանցում է
դարպասապահը փրկում է դրությունը եւ գրվելու հերթը արդեն Տոտենհեմինն է։ Ռաջան չեն շտապում Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Դեռևս փորձում են երկու թիմերն էլ կարճ փոխանցումներով առանց շտապելու մտնել մրցակցի տուգանային հրապարակ։ Խաչատրյան անհաջող փոխանցում էր եւ Տոտենհեմի հակագրոհը Մուրադզյանը փորձեց հրաշալի փոխանցում կատարել, բայց մնում է գնդակը Տոտենհեմի մոտ հարված դարպասին եւ հերթական անկյունայինը։ Արդեն խաղադաշտի մյուս եզրից գիրասեն անկյունայինը Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Կրկին Սամյոն Մուրադյանն է պատրաստում իրացնել, փոխանցում։ Չեզոքացնում է սպառնալիքը Վոլսբուրգի ֆուտբոլիստները, բայց վարքյաններ անց հայտնվում է։ Դրանց մոտ եւ հիմա կփորձեն ձեռնարկել արագ հակագրով փոխանցում Աչեզար։ Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Փոխանցում։ Հարվածում է դարպասին, հրաշալի հարված էր։ Հրաշալի հարված կատարեց, բայց գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կրկին Տոտենհեմն է գնդակով բարեկամներ։ Աչեզոր շարժում են առաջ, փոխանցում առաջ, բայց փոխանցումը ուժեղ էր չհասավ հասցի ատիրոջը։ Դեռևս լավ են պաշտպանում երկու թիմերն էլ։ Եվ երկու թիմերի համար էլ բավականին դժվար է մտնել տուգանային հրապարակ մրցակցի։ Տեսնեք ինչ զարգացում կստանա հանդիպումը։ Գեղեցիկ խաբս տվեց Վոլսբուրգի ֆուտբոլիստը։ Եվ հերթական սխալ փոխանցումը։ Մի փոքր անկավ խաղի տեմպը մեկնարկային րոպեներից ավելի ակտիվ էին թիմերը։ Ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Ճիշտ ապում Վոլսբուրգի դարպասապահը փոխանցում կատարել։ Սլում է գնդակ վիմա Վոլսբուրգի 22 համարը, բայց չկարողացավ բայել իր մոտ և եզրային նետում։ Կրկին անհաջող փոխանցում։ Ինչ է կատարվում։ Շատ են, երկու թիմերում էլ շատ են սխալ փոխանցումները։ Սամյոն Մուրադյան, ետ փոխանցում։ Ընդունում է գնդակը Տոտենհեմի 6 համարը։ Եվ հերթական անհաջող փոխանցում է հիմա արագ հակագրով Վոլսբուրգի կատարմամբ։ Հարված և հրաշալի է խաղում
Տոտենհեմի դարպասապահը փրկելով դրությունը, բայց գրոհը շարունակվում է եզրային նետում։ Բայց հիմա էլ սխալ փոխանցում են կատարում Վոլսբուրգի ֆուտբոլիստները եւ Սեմյոն Մուրադյանը շարժում է առաջ։ Հարված, փոխանցում հարված։ Ինչպիսի դիրքից է վրիպում Տոտենհեմի ֆուտբոլիստը, շատ լավ հնարավորություն ստացան հաշիվը բացելու, բայց չկարողացան եզրափակել գրոհը։ Հիմա գրոհում են արդեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ եւ Տոտենհեմի պաշտպան առաջինն է հասնում գնդակին եւ փորձում են հիմա ձեռնարկել իրենց հերթական գրոհը։ Մուրադյան Թանկավոր գրող կարող է ստացվել։ Խանցում է պետք կատարել, հրաշալի են խաղում, արված և գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից, հրաշալի գրող ստացվեց ամեն դեպքում։ Տոտենհեմն է գրոհում և վաստակում են եզրային նետման իրավունք։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, չկարողացավ ընդունել գնդակը Սեմյոն Մուրադյանը, դարպասապահ առաջ էր եկել։ Հիմա Վոլսբուրգն է գնդակով փոխանցում, փակում է փոխանցման ճանապարհը եւ կրկին Վոլսբուրգն է գնդակով։ Գրոհիությունը տեղափոխում են Զախիազար։ Հարված է պետք հարված, հրաշալի հարված է և ոչ պակաս հրաշալի խաղաց Տոտենհեմի դարպասապահը և այս անգամ անկյունային հարված իրավունք են վաստակում Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Տասնմեկ րոպե արդեն անցել է հանդիպման մեկնարկից 0-0 հաշիվը բացված չէ, հարված և անհաջող է, հարվածը երկար փոխանցում առաջ Տոտենհեմն է գնդակով փոխանցում, բայց անհաջող էր փոխանցումը Հայո հավասար պայքարում է անցնում հանդիպումը, երկու թիմերն էլ գրոհում են, բայց դեռևս հարված և հաշիվը բացված է բարեկամներ։ Հաշիվը բացված է, Վոլսբուրգը բացում է հանդիպման հաշիվը, գոլի հեղինակը Վոլսբուրգի 11 համարն է, Արտուր Բարսեղյանը։ Արտուր Բարսեղյանը խաղի 13-րդ րոպեին բացում է հաշիվը, առաջ է մղում իր թիմին։ Իհարկե Տոտենհեմը կփորձի շատ արագ հավասարեցնել հաշիվը։ Հաչեզրով կշարժվեն առաջ։ Խանցում ետ։ Խանցում կարողանում է իր մոտ պահել Տոտենհեմի ֆուտբոլիստը, վտանգավոր դրություն է հարված։
Վտանգավոր հարված ստացվեց ամեն դեպքում, բայց փոքր շեղեր։ Կրկին Վոլսբուրգն է գնդակով։ Այո, վերջապես վտանգավոր դրություն է հարված եւ կրկին Բարսեղյանն էր հայտնվել հարցակման կրակագծում։ Քիչ էր մնում Վոլսբուրգը կրկնապատկեր հաշիվը, բայց հրաշքով հիմա գնդակը չհայտնվեց Տոտենհեմի դարպասում։ Հրաշալի գրով ստացվեց։ Հստակում են եզրային նետման իրավունք Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Չիտրյան Փոխանցում 30 են գնդակը, բայց գրո շարունակվում է։ Վտանգավոր կարող է ստացվել։ Փոխանցում Անկյունային հարված կիրացնեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները, ոչ եզրային նետման իրավունք են վաստակում։ Փոխանցում հարված հրաշալի խաղաց Տոտենհեմի ֆուտբոլիստ դարպասապա փրկելով դրությունը։ Եվ այն անմիջապես ուղարկում է առաջ իմը ձախեզրով փորձեն զարգացնել հերթական գրոհը։ Փոխանցում ուժեղ էր փոխանցումը եւ չհասավ խաղընկերը փոխանցմանը։ Հասնել է պետ գնդակը անհաջող փոխանցում Տոտենհեմը խլում է, բայց վարկան նրանց կրկին կորսում գնդակը Բարսեղյան փոխանցում չասա փոխանցումը ասա տիրոջը եզրային նետման իրավունք են վաստակում Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Իհարկե Տոտենհեմի համար բավականին հեշտ կլինի երկրորդ կեսում, եթե կարողանան առաջին խաղակեսում հավասարեցնել հաշիվը։ Փոխանցում։ Ինչի այստեղ։ Անկյունային իրավունք են վաստակում Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Այո, ամեն ինչ անում են գրավելու համար մրցակցի դարպասը, բայց դեռևս չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Խաղի 17-րդ րոպեն է։ Վոլսբուրգը հաղթում է նվազագույն հաշվով, հարված, բարձր են թանում հարվածը։ Կենտրոնով շարժում են առաջ Վոլսբուրգի ֆուտբոլիստները, Խաչատյան փոխանցում առաջ։ Չեն շտապում։ Գրոհի ուղղությունը տեղափոխում են ձախ եզր։ Փորձեց հարվածել, թույլ չտվեցին։ Հրաշալի կերպով են համագործակցում Վոլսբուրգի ֆուտբոլիստները, փոխանցում։ Հեռացված է գնդակը։
Արսեղյան ստանում է գնդակը ձախ եզրում։ Հարված շեղեր։ Հարված Տոտենհեմի դարպասից փոխանցում առաջ։ Ուժեղել փոխանցումը, բայց քիչ մնաց հասներ փոխանցմանը խաղանկերը։ Փոխանցում առաջ Բարսեղյան։ Ստանում է գնդակը աչեզրում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը և վարկյաններ անց գնդակի կորուստ, սակայն վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Տուգանային հարվածի իրավունք են վաստակել Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները, խաղարկում են Տուգանայինը։ Վտանգավոր կարող է ստացվել հարված։ Մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մի փոքր գցել են գրողների տեմպը, Տոտենհեմի ֆուտբոլիստները պասիվ են։ Մուրադյան։ Կրկին Սեմյոն Մուրադյանը ստանում է գնդակը, շարժում է առաջ։ Հարված։ Փրկում է դրությունը Վոլֆսբուրգի դարպասապահը, բայց գրող շարունակվում է։ Փոխանցում։ Մի անգամից խլեցին գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստները և կենտրոնով արագ հաղթող կազմակերպեն։ Եվ վարկյանների անց գնդակի կորուստ։ Աչեզով Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը շարժում է առաջ։ Փոխանցում դեպի Արտուր Բարսեղյանը։ Եվ խաղի կանոնների խախտումը, ակնհայտ էր խախտումը։ Բավականին վտանգավոր դիրքում Վոլֆսբուրգը ստանում է Տուգանային հարվածի իրավունք, հրաշալի հնարավորություն է հաշիվը կրկնապատկելու։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս Տուգանայինը։ Հարված։ Իր վրա են թողնում պաշտպանը, հարվածը ևս մեկ հարված դարպասապահը շատ հանգիստ։ Վերցնում է և այն անմիջապես ուղարկում դեպի Սեմյոն Մուրադյանը։ Շարժում է առաջ Մուրադյանը, հրաշալի է խաղում։ Փոխանցում Աչեզր։ Վտանգավոր կարող է ստացվել։ Եվ այստեղ վնասված չստացավ Տոտենհեմի ֆուտբոլիստը։ Սանք վնասված կլորս չի լինի։
Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ 24 րոպեն է։ Բարեկամները Վոլսբուրգը առջևում է։ Հաշվի մեջ եւ շարժում են առաջ։ Սակայն վարկաներած գնդակի կորուստ հիմա Տոտենհեմի։ Արագ հակագրոհը կենտրոնով շարժում են առաջ։ Մուրադյան հարված հրաշալի է խաղում Վոլսբուրգի դարպասապահը եւս մեկ հարված։ Չի ստացվում, այո, ոչինչ չի ստացվում Տոտենհեմի մոտ առաջին խաղակեսում եւ հերթական Տուգանայինը իրացնեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները կրկին վտանգավոր դիրքում։ Բավական է վտանգավոր դիրքում, տեսնենք, հարված, եվս մեկ հարված, հերթական հարվածը, 3 հարվածից և ոչ մեկը, չգնաց դեպի դարպասը, Տոտենհեմն է գնդակով փոխանցում դեպի Աչիազար։ Շարժում է առաջ, փոխանցում կենտրոն, Մուրադյան։ Չստացվեց հարվածը։ Վարսեղյան։ Անհաջող փոխանցում էր։ Եվ առաջին խաղակեսը ավարտվում է, բարեկամներ, Վոլսբուրգը առջևում է, հաշվի մեծ նվազագույն հաշվով հաղթում են։ Տոտենհեմին այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում AFL-ի Winter Cup-ի ձմեռային գավաթի 5-րդ տուրի Տոտենհեմ Վոլսբուրգ հանդիպումը առաջին կեսից հետո սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Վոլսբուրգը հաղթում է նվազագույն հաշվով։ Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին կեսը։ Այն անցավ փոխնիփոխ գրողներով, սակայն Վոլսբուրգին հաջողվեց գրողներից մեկում գրավել մրցակցի դարպասը, չնայած որ Տոտենհեմը եւս մի քանի թանկավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասին, բայց չկարողացան գրավել դարպասը։ Տեսնենք ինչ զարգացում կստանա, ինչ ընթացք կունենա երկրորդ խաղակեսը, հիմա Վոլսբուրգն է գնդակով, Վարսեղյան։ Չեն շտապում շարժվել առաջ Վոլսբուրգի ֆուտբոլիստները, կարճ փոխանցումներով փորձում են հարված, հրաշալի հարված էր, ոչ պակաս հրաշալի գործեց նաև Տոտենհեմի դարպասապահը և անկյունային հարված։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը, փոխանցում, հեռացնում են գնդակը Տոտենհեմի խաղացողները և ձեռնարկում արագ հակագրող։ Ձախեզով սլանում է առաջ, հարված,
Հրաշքով չհայտնվեց դարպասում բավականին վտանգավոր հարված էր։ Եզրային նետում։ Այս թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են։ Տոտենհեմն ունի իր ակտիվում 3 միավոր, Վոլսբուրգը 4 եւ այս հաղթանակը կարևոր է այսօրվա երկու թիմերի համար էլ հարված դարպասին։ Դարպասապա շատ հանգիստ վերցրեց եւ այն անմիջապես ուղարկեց առաջ հիմա։ Զախեսրով Տոտենհեմը շարժում է առաջ, փոխանցում կենտրոն։ Հրաշալի են պաշտպանվում Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Անհաջող փոխանցում էր։ Տեսնենք ինչպես զարգանա Վոլսբուրգի այս գրոհը։ Հարված դարպասին։ Շեղ ստացվեց հարվածը։ Բարսեղյանն էր հարվածում դարպասին։ Փոխանցում առաջ, Մուրադյան կհասնի ոչ։ Դարպասապա առաջինն է հասնում գնդակին եւ ինքն էլ սկսում թիմի հերթական գրոհը։ Խապս է տալիս, բայց չկարողացավ պահել իր մոտ գնդակը Վոլսբուրգի ֆուտբոլիստը։ Հիմա Տոտենհեմն է գրոհում, փոխանցում դեպի Սեմյոն Մուրադյանը։ Մուրադյան որսնում է գնդակը Մուրադյանը։ Փոխանցում հարված։ Ինչպիսի վտանգավոր հարված էր։ Не, у меня просто не знаю, туда-сюда секции. Եվ հարված Վոլսբուրգի դարպասից, Տոտենհեմի դարպասից ներողություն։ Փոխանցում Աչեզար։ Խախտում, խաղի կանոնների խախտում։ Վտանգավոր դիրքում Տոտենհեմը ստանում է ուղանային հարվածի իրավունք։ Փոխանցում եւ եզրային նետում Սեմյոն Մուրադյանը կնոտի գնդակը եզրից փոխանցում Իշտե ընկավ գրոհի տեմպը, բայց Տոտենհեմը փորձի իհարկե այս գրոհը ավարտել դարպասի գրավման, փոխանցում առաջ անհաջող փոխանցում էր։ Վոլսբուրգը Աչեզրով ձեռնարկի հերթական գրոհ, հրաշալի փոխանցում էր։ Փոխվում է կենտրոն։ Ուժեղել փոխանցումը, բայց խաղընկերը հասնում է գնդակին։ Սառը իրավիճակ է խլում են գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ Սեմյոն Մուրադյանը արագ հակագրոհ է կազմակերպում, վտանգավոր դրություն է։ Դարպասապահը առաջ է գալիս եւ խլում գնդակը Խաչատրյան։ Փոխանցում։ Հարված։
2-0 բարեկամներ։ Վոլսբուրգը կրկնապատկում է հաշիվը։ Եվ գոլի հեղինակը Վոլսբուրգի 4 համարն է Էրիկ Քոթանջյան։ Երկու 0 և Տոտենհեմը հայտնվում է բավական դժվար իրավիճակում։ Հարված փակում են հարվածի ճանապարհը։ Գրիգորյան փոխանցում կենտրոն Քոթանջյան Կենտրոնով Տոտենհեմը շարժում է առաջ, բայց գնդակի կորուստ։ Հիմա արագ հակագրող կփորձեն ձեռնարկել Վոլսբուրգի խաղացողները։ Եվ հաստատում են անկյունային հարվածի իրավունք Բարսեղյանը իրացնի անկյունայինը։ Խարկում են անկյունայինը։ Հարված հրաշալի խաղում Տոտենհեմի դարպասապահ և այն անմիջապես ուղարկում դեպի Մուրադյանը, սակայն փոխանցումն ուժեղ էր և արդեն հարված Վոլսբուրգի դարպասից։ Քոթանջյան անհաջող փոխանցում էր։ Բարսեղյան հարված շեղեր։ Ճիշտ է հաղթում են Վոլսբուրգի ֆուտբոլիստները, բայց չեն դադարում գրոհել, փորձում են ավելի զարգացնել հաջողությունը։ Կորցնում է գնդակը Գրիգորյանը։ Փոխանցում վտանգավոր դրություն է հարված։ Կրճատում են հաշվի տարբերությունը Տոտենհեմի ֆուտբոլիստները, գոլի հեղինակը Տոտենհեմի 66 համարն է Հենրիխ Սողոմոնյան։ Երկու մեկ Տոտենհեմին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը։ Վոլսբուրգն է գնդակով։ Մուրադյան խաբս է տալիս։ Հարված շեղեր տանում հարվածը։ Հրաշալի հնարավորություն էր։ Երեսունութերորդ րոպեն է Տոտենհեմ Վոլսբուրգ 1-2։
Աշտյան Ջան, աչքերն ստանում է գնդակը խապս է տալիս։ Եվ երկար փոխանցում առաջ։ Հրաշալի խաղում, բայց կորցնում է գնդակը։ Տեսնենք ինչպես զարգանա Վոլսբուրգի այս գրոհը։ Գնդակի կորուստ, փոխանցում առաջ, նկատել էր հարմար դիրքում գտնվող Սամյոն Մուրադյանին, բայց փոխանցումը չհասավ հասցեատիրոջը։ Հարված։ Հրաշալի հարված ստացվեց։ Հաչեզրով Տոտենհեմը շարժում է առաջ։ Նյան Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց հեռացում են գնդակը Վոլսբուրգի խաղացողները։ Սողոմոնյան, վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Կորցնում է գնդակը Տոտենհեմի խաղացողը և Վոլսբուրգը արագ հակագրոհ է կազմակերպում Աչեզրում։ Կրկին անհաջող փոխանցում։ Փոխանցում առաջ, հեռացնում են գնդակը։ Տիկոն, նարե։ Փոխանցում Մուրադյան, հարված։ Ինչպիսի վտանգավոր գրոհ էր բարեկամներ։ Հրաշքով գնդակը չհայտնվեց Վոլսբուրգի դարպասում Սեմյոն Մուրադյանն էր հայտնվել հարձակման կրակագծում։ Սողոմոնյան ուժեղ էր փոխանցումը և հարված Վոլսբուրգի դարպասից։ Կար փոխանցում առաջ, հերթական գրով Վոլսբուրգի։ Կարողանում է շրջանցել հարված շեղեր։ Բարսեղյանն էր հարվածում դարպասին։ Սողոմոնյան խառը պայքար է խաղադաշտի կենտրոնում Խոտանջյան փորձ է շրջանցել, բայց կորցնում է գնդակը։ Շրջանցեց Տոտենհեմի ֆուտբոլիստին։ Խոտանջյան հարված և անկյունային։ Անկյունայինը իրացված է, բայց հեռացնում են գնդակը, սակայն գրոհ շարունակվում է Վոլսբուրգի Խոտանջյան։
Տանգավոր գրով կարող է ստացվել հեռացնում են գնդակը։ Տոտենհեմի խաղացողները Սեմյոն Մուրադյանը ստանում է գնդակը եւ հիմա կփորձի Արագ հակագրող կազմակերպել հրաշալի է խաղում։ Հրաշալի գոլ կարող է ստացվել, եթե կարողանար վերջին ֆուտբոլիստին շրջանցել եւ հարվածել դարպասին։ Բարսեղյան Նրանք խլում են գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ անհաջող փոխանցում հարված ինչպիսի հուշկու հարված էր մի փոքր բարձր ընթանում հարվածը Ալիք Ալիք Անյան անհաջող փոխանցում Լենսյան հարված վտանգավոր գրող էր, բայց հարվածը բարձր է ընթանում Սեղյանը ստանում է գնդակը խապսը տալի շրջանցում է Հրաշալի հնարավորություն է առաջ շարժվելու Բարսեղյան հարված շեղես Խողմանյան փոխանցում դեպի դուգանային հրապարակ, բայց դարպասապահը հասնում է գնդակին եւ Տանջանն է հիմա գնդակոտ Զախեզր է տեղափոխվել խաղադաշտի Տանջանը Տանգավոր դրություն կարող է ստացվել Կորցրեց գնդակը Եվ Տոտենհեմի արագ հակագրոհը Բայց գնդակի կորուստ Հարված շեղեր Չի ստացվում Տոտենհեմի մոտ Հավասարեցնել հաշիվը Քիչ ժամանակ է մնում Խաղի ավարտին 1-2 Սեմյոն Մուրադյանն է գնդակով հարված Հեռացնում է դարպասապահը Եվ Քոթանջյանը շարժում է առաջ հարվածում է դարպասին, բայց Անկյունային հարված կիրացնեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները Եղեցիկ փոխանցում էր, բայց չկարողացավ ընդունել գնդակը խաղողները, հիմա վաստակեցին եզրային նետման իրավունք Տանջյան Արծից փոխանցում, բայց դարպասապահը տիրեց գնդակին եւ այն անմիջապես ուղարկում է դեպի Մուրադյանը, Թադևոսյան Խլում է գնդակը Վոլսբուրգի խաղացողը, հրաշալի սահանքում էր Քոթանջյան, հարված, շեղեր Կենտրոնով Տոտենհեմը
Արժում է առաջ։ Հարված և հարվածը անհաջող էր։ Անկյունային հարվածը իրավունք են կրկին վաստակում Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Տիրում է գնդակին դարպասապահը և ապահովության համար գնդակը դուրս է հանում եզրից։ Հարված դարպասին անհաջող էր հարվածը։ Քիչ ժամանակ է մնում բարեկամներ խաղի ավարտին։ Վոլսբուրգը հաղթում է 2-1 հաշվով։ Նովոն նարե։ Երկար փոխանցում առաջ։ Շարունակում է Տոտենհեմի գրոհը։ Հարված։ Հեռացնում է դարպասապահը։ Չեզոքացնում է սպառնալիքը Վոլսբուրգի խաղացողները։ Տանգավոր գրոհ կարող է ստացվել, տեսնենք։ Փոխանցում։ Հարված։ Թակում են հարվածի ճանապարհը։ Օթանջան, հարված։ Հրաշալի է խաղում Տոտենհեմի դարպասապահը։ Անկյունային հարված։ Խաղարկում են անկյունայինը։ Մուրադյան ստանում է գնդակը։ Փոխանցում Ձախեզար։ Օմյան։ Անկյունային իրավունք են այս անգամ վաստակել Տոտենհեմի խաղացողները։ Եվս վերջին գրոհ այսօրվա խաղի։ Փոխանցում։ Վտանգավոր դրություն է։ Եվ հանդիպումը ավարտվում է բարեկամներ։ Վոլսբուրգը 1-2 հաշվով հաղթում է Տոտենհեմին, վաստակում է հերթական 3 միավորը, միավորների թիվը հասցնելով 7-ի շնորհավորում են Վոլսբուրգի խաղացողներին հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։